Եկեք տեսնենք սիրելի աղեղնավորներ, ինչպիսի իրադարձություն է բերելու իր հետ դեկտեմբեր ամիսը, տարին ավարտելով 2025 թվականը։ Էներգիաները աղեղնավորների, գործնական աղեղնավորների, անձնականը, ֆինանսները, առողջականը, իտոգում ինչ կստանաք և խորհուրդ ձեզ։ Իսկ ինչի հետ է կապված լինելու պիցորկա կուպկովը։ Իրոք է սիրելի աղեղնավորն է։ Պարզա։ Որ աղեղնավորները, ովքեր որ ծնվել են, ոչ բոլորի մասին է խոսքը, եթե դուք ինչ-որ բան եք, տեսնում եք, հիասթափությունների շռամնադուշը ի տակ դալի է, բավականին խորը ապրումներ կարող եք ունենալ, տեսնում եք, նեգատիվ մտածելով և այլը, բայց եթե այս հիասթափությանը պատճառ ունի, որը որ ես տեսնում եմ, եթե դուք ինչ-որ ճանապարհեր եք ընտրել, ինչ-որ մեկի հետ կավառնի պլանով ձեր որ վրեժ լուծեք, դա է լինելու այս պատճառը։ Տիեզերքից շատ մարդիկ չեն կարող փախչել և միշտ պետք է հասկանաք, եթե ես անում եմ մի բան, ես պետք է ստանամ սա, ուրեմն ինձ հասնում է, որովհետև արարչի աչքից ոչինչ չի վրիպում։ Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է նեգատիվ մտքեր կան, որը որ պետք չէ, երկար ժամանակ այս սև պլաշը, այսինքն ձեր սև մութ բաները ձեր գլխի մեջ լինեն։ Այստեղ не сработал план, իմ պլանը չաշխատեց եւ այլ, այստեղ ամեն մարդ պետք է վերանայի իր սխալները որտեղից են գալիս։ Միգուցե այնպես ոնց որ հիմա շարունակում եք, դա հետագայում չունենա ոչ այնքան, լավ բան ձեր համար։ Անձնականում տեսնում եմ հիասթափություններ, խորը հիասթափություններ, դավաճանություններ։ Գործնականում տեսնում եմ միայն միրաժ, իլյուզիաներ, որը որ ուզում եմ սա ես կանեմ, նա խապեմ եւ այլը, չի, մենակ դրանով չի լինում, դուք պետք է ճիշտ աշխատեք, իլյուզիաները, որովհետև հետագայում որ հանեցիք ակնոցները ցավ ու տա լինելու։ Ինչ վերաբերվում է ֆինանսներին, դժգոհություն են տեսնում, ինչքան էլ լինի, ինչքան էլ շանսը լինի, էլի դժգոհ կլինեք։ Առողջականը ստեղ ամեն ինչ իրահունի մեջ կլինի, էներգիաները և արդյունքում ինչ կստանաք, երկրորդ, երրորդ մարդու օգնություն, ով կարող է ձեզ սովորեցնել, ճիշտ ուղու վրա դնել և առաջ տանել, սովորելու հետ է կապ ունենալու, որ լավ ֆունդամենտ կլինի հետագայում ձեզ համար։ Հետևեք ձեզ, ձեր վրա ռեսուրս ծախսեք, գումար